իրականությունն է ժողովրդի լայն շրջանակներին հայտնի, որ մեր եկեղեցում կան բազմաթիվ կուսակրոնության ուխտը խախտած մարդիկ, ովքեր պետք է եկեղեցում չլինեն, ովքեր սրբազան կոչվելու իրավունք չունեն։ Դուք ինչ կառավարության ծրագիրը չեք իրականացրել, դուք ինչու հրաժարվել։ Կառավարության ծրագիրը իրականացնելու համար երևի մի շաբաթ 10 օրից, այս հաջորդ շաբաթ չէ, մյուս շաբաթ ազգային ժողովում հաշվետվություն անելու Ես նախորդ հարց տվողին խնդրեցի, որ այսօրվա խորհուրդը ուրիշ է, փորձեք եկեղեցուն առնչվող հավատքին առնչվող Քանի եկեղեցի թողեցիք Արցախում։ Ես եկեղեցի չեմ թողել Դուք Արցախում։ իշխանության մաս եք, անձամբ նկատի չունեմ, դուք իշխանություն եք։ Էլի փորձում եք էլի քաղաքական հարցեր տակ Ինչն է քաղաքական, ներողություն Իվարկյան, ինչն է Ես ձեր հարցին չեմ պատասխանելու։ Բայց հաճելի չի դրա համար, որովհետև Հարցադրումը չի հաճելի, դուք շատ հաճելի եք։ Ես գիտեմ, որ ես հաճելի անձնավորություն եմ։ Բայց դուք հարցին պատասխանեք։ Չեմ պատասխանում ձեր հարցին։ Պարոն Գալումյան, բայց ինչի միայն հիմա հիշեցիք, այսինքն հեղափոխությունից 8 տարի անց միայն հիշեցիք, 7 տարի անց միայն Ես հիշեցիք, պատասխանեցի, դուք ստեղ չէիք, չլսեցիք։ Այսօր իրականությունը ավելի հայտնի է դարձել ժողովրդի լայն շրջանակին, որին պետք է արձագանքել։ Պարոն Գալումյան, իսկ ով հայտնի դարձրեց կամ այդ խոսակցությունները ընդհուպ մինչև բամբասանքների մակարդակի ով Դա հայտնի դարձավ ավելի շատ նրա հաշվին, որ այդ մարդիկ չեն հերքում այդ իրականությունը։ Հենց դրա համար էլ ինքը Այսինքն այն ինչ դաշտ է նետված չեն կարող մեր օրակարգի մեջ չմտնեն, քանի որ մենք ժողովրդի լայն շրջանակների կողմից մաքուր արդար ընտրությունների միջոցով իշխանության եկած քաղաքական ուժ ենք։ Բայց այդ ծրագրում չկա եկեղեցու վերաբերյալ։ Մեր ծրագիրը քաղաքական, տնտեսական է։ 26 թվականին ընտրություն կլինի, եթե դուք այդքան ժողովրդի անունից խոսում եք, եւ այդ ծրագիրը այս ձեր արշավը այսպես եկեղեցու հոգեվորականների դեմ ծրագրում ներառեք եւ տեսեք ժողովուրդն ունի աջակցություն ունի, թե ոչ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ օրինակ թե Փարաքարում, թե երկրորդ քաղաքում Գյումրիում ժողովուրդը ձեզ չի աջակցում այլևս։ Ձեզ թվում է, որ ժողովուրդը մեզ չի աջակցում։ Փաստերով խոսան, Գյումրիում օրինակ մեծ քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրն է։ Մեծ թիվը ընտրեց ոչ ձեզ։ Ոչ, այո, կան այնտեղ կբաժանված մասեր, որոնք միացել են եւ թիմ բաժանված մասեր, որոնք հնարավորություն են ունեցել թիմ ձևավորելու։ Խոսքը ղեկավարելու միավորվելու մասին չէ, խոսքը խախտում են արել կամ օրենքի չեն արել։ Բայց հիմա ի՞նչն է խնդիրը, մարդիկ միավորվել են եւ խնդիրը նա որ դուք ճիշտ չեք ձևակերպում, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում ամենաուժեղ քաղաքական ուժն է։ Եվ Բայց դուք հաշտ չեք կարծես թե այդ Ձեզ թվում է, մենք անօրինականության հետ չենք հաշտ։ Ինչն է անօրինականությունը։ Այն ինչի համար այսօր Գյումրիի քաղաքապետը կալանքի տակ է։ Ուղղակի ստացվում է այնպես, որ քաղաքապետը, որ ձերոնքական չի, ինչ որ տարբերակներ է գտնում, որ նրան արանքից հանեք եւ ձեր մարդուն նշան։ Որ կոնկրետ օրինակներ տակ, կոնկրետ հարցին կպատասխանեն։ Որտեղ օրինականության հետ կապված խնդիր կա, այնտեղ մենք փորձելու ենք օրինականություն վերականգնել։ Մասիսի քաղաքապետը ինչի Թողեք պաշտոնավարի հետ օրինականության։ Ոնց անօրինական պաշտոնավարի։ Այսինքն մարդը եթե ընտրվում է դառնում է Այսինքն թողենք Լուկասյան Վարդանը կաշառք վերցնի, տարածք օրինականացնի, մի քանի տարի հետո դրան քաղաքական գնահատական տանք։ Մի քանի տարի հետո օրենքը դրա համար նախատեսված գործընթացներ ունի։ Ընտրված համայնքապետին տանեք նստեցնեք, պարոն Ղալումյան, ասեք դու մի պաշտոնավար Ներողություն, ընտրված համայնքապետ կարա սպանություն այն թողենք ընտրությունների ժամանակ գնահատական տանք, էս էլ է այլ հարց։ Ձեր տեսանկյունից ասա որ այլ հարց չի, սա օրենքի մեջ չի տեղավորում, օրենքը արձագանքել է։ Դուք չեք մտաբերում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, ովքեր ուղիղ եթերում են մարդկանց ծեծում, ոչ ուղիղ եթերում են ծեծում, բայց այդ մարդիկ ինչի պատասխանատվության չեն Ձեզ թվում է թե չեն ենթարկվում։ Կալանքի տակ թաղապետ ա եղել, ոնց չեն արձագանքել։ Հիմա ազատության մեջ է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Ինչի հետ դեպքում Ախր դա ԿՊ-ի հետ կապ չունի իր ԿՊ լինելը, եթե ինքը օրենքի խախտում արել, օրենքը բոլորին արձագանքում է նույն ձևով, օրենքի սահմաններում։ Կալանքը պատժի միջոց չի կիրառվում ընդդիմադիր Դա արդեն օրենքի խնդիր է, կալանքը ինչ է նախատեսեմ, դա այդ հարցերով ես չեմ կարող պարզաբանել։ Կարամ նշեմ, որ կապ չունի ԿՊ-ական է, թե ԿՊ-ական չի։
Պարոն Ղալամյան, կներեք, հիմա դուք էլի եկել եք երկրորդ անգամ մասնակցում եք։ Առաջի անգամ եմ մասնակցում, անցած շաբաթ չեմ եղել։ Հա, կներեք։ Դա ինչի չկայիք նախորդում։ Հա, նախորդ Աշխատանքի բերումով չի ստացվել, այսօր Հիմա ստացվել դուք է։ այսօր եկել եք, այդքան քննադատվեց, որ սա սրբապղծությունը այստեղ պատարագի մասնակցելը սա կեղծ է, կարգալուց եղած քահանան չի կարող պատարագ մատուցել, դուք էլի եկել եք։ Մայրաթորը պաշտոնական հաղորդում։ Մայրաթորը այդ մարդիկա որ պիղծ են, մենք պիղծ չենք, որ պատարագ ենք Այսինքն բոլոր ովքեր բոլոր հոգևորականները պիղծ չեն։ Կան մարդիկ, ովքեր հանձնախումբն է կարգալույց արել, կարգապահական հանձնաժողովում բոլորին ճանաչում։ Ես այդ կարծիքը չեմ կիսում, ստեղ եմ, օրենքի խախտում չեմ անում, եկել եմ մասնակցում եմ։ Ասում եք, որ կարգալույց ոչ ոք իրավունք չունի նրան կարգալույց անել չկա։ Չեմ ասում, ոչ ոք իրավունք չունի։ Ես ասում եմ, իմ թիմակիցներին ինչ հարց ունեք, իրանց տվեք։ Ինձ տվեք այն, ինչ որ ես ասում եմ։ Տրամաբանությունը։ Հիմա եթե այս մարդուն օծել են նախկինում ձեր կողմից ենթադրաբար պիղծ որակված մարդիկ։ Այդ ո՞նց է որ եղել, որ այդ ենթադրյալ պիղծերը օծել են այն ժամանակ ինքը օծված քահանա է եղել, հա, ընդունում եք եւ երկար տարիներ աշխատել է։ Հիմա նրա կողմից շատ էստաֆետը ինձ տվեք։ Խնդրեմ, էլի բանի։ Ինչի քրկեց ձեր գործընկերոջը։ Հիմա միապակասան եք էլի, այս ո՞նց արին որ օծելուց ֆիղ չեն։ Ես ձեր հարցերի մեջ տրամաբանություն չեմ տեղ, կոնկրետ ձեր հարցերի մեջ։ Թողեք մենք Եղա մի վարքան։ ավարտենք Պարոն Ղալամյան, խնդրում եմ ասեք, ո՞նց է լինում, որ օծելուց ֆիղ չեն, կարգալույց անելուց ֆիղ են։ Որովհետև կարգալուց անելուն իրան շարժարիթ է ունեցել։ Որ արել են։ Շարժարիթ չեն ունեցել։ Շարժարիթ ունեցել են, որ ինքը ուզեցել է եկեղեցուն ծառայ եւ միջև այսօր ծառայում է։ Հիմա չէ, տրամաբանականը անորեն մարդը ոնց կարող է միտեղ օրենք Դա ձեր ձևակերպումն է, որ անօրեն է։ Իմ ձևակերպմամբ անօրեն չի։